էզնի հնգեր տղաունը կուրա դրամները մի գեշ կնիկեր, որտի գնում են խնամ խոսի գնում էր խնգար էր, որ էդ վալուդի հմա ուզի, էլը դրանից որ էքալը որ ցալան, հա, շամուտ գներ խնգար է, գնում էր որ իրա տղի հմա ուզի։ Հովիվ Շահիրի բախտին քար գցող պարավն անզոր գտնվեց, երբ Շահիրը հարևան գյուղի Աթանի սարերում որսից փախած վախվորած նայվածքով մի գեղեցկուհու տեսավ, տեղում հավանեց ու քանի դեռ չարակամները չէին խանգարել, զուռնադհոլով մեծ հարսանիքով տուն բերեց։ Իմ հարսանիքն է, այս սալովս է ոտով են բերել, տրակտորը ավտոն հանել են հաշը, Աթան գնացած կլեց, Աթանը դիմը դպրոցի ուղությունից իմ երկնոջը դեսը բերել ենք, զուռնադհոլով բերել ենք գյուղը։ Մինչ այդ սակայն խնամախոսության գնացած Շահիրը բոլոր հարսնացու թեկնածուների գիտելիքներն էր ստուգում, դա իր համար պարտադիր պայման է, գրագիտություն, աշխարհագրության ու պատմության գոնե նվազագույն գիտելիքներ եւ նաեւ կոմունիզմի ու կոմունիստական հասարակարգի հիմունքների մասին տեղեկություններ, բայց այս անգամ կնոջ գեղեցկությունով հմայված նրա գիտելիքներին ու ձեռքի շնորհքին առանձնագի նշանակություն չտվեց, չի մոռացել հարևան Շամուտում էլ մեկին հավանեց, բայց նրա խորամանկ մայրը Շահիրի առաջ մի անլուծելի պայման դրեց, Շամուտեցի փերու ձեռքը Շահիրին կհասնի միայն ու միայն նրանց տանը մնացած ավագ աղջկա համար փեսացու գտնելուց հետո, կտրիչ Շահիրն այս հարցում անկարող էր։ Թե պապետա բալան մեծ աղջկանս ուզես ի վալիտեր, մի ոտը քաշ էր գալի, ես լասի ես եկը չմստյան բանատորի անալիզի, տալիս ես էդ մի աղջկանն ենք ուզում, վերջը Էտան բանը մայրիկը կան աթևա գրա մեկին ճարի մեծ աղջկանը սամուսնացել ենք, որ էդ փոքր կեստավ, ել գրա մուպ տղին ասեմ ալիք ու ծախատ աղջկան լուզի, ակիր բաները, հետո տաղալու կերին որ միրա, բանը ասել են Շահիրը խիչի հավանել ստացվեց էդ աղջկան լուզի, ասել են Շահիրն էդ աղջկան ասել է հովանը թումանանը որ թվիլացել է չի բատեն դրա չի ուզի։ Մեղա պապն այդպիսի հարցեր չի տվել, գյուղում են անեկդոտ սարքել, իմանալով, որ Շահիրը գյուղում ու քաղաքում գրադարան չի թողել, հազարավոր գրքեր է կարդացել ու զարգացել, երևի դրա համար էլ չուզողներն էին շատ, որ մի անգամ նշանի սեղանը հարամեցին։ Խնամխոսի նստած իրանց ազգիցը մենք, ես մի հատ Հրանտ Մաթեոսյանի աղբոր կինը դրա խնամին էլ է հերը, Վասիլը, մանտորը, խմած եկավ, քերու աղջիկ, չտեք տասրան, եկա նշան, սեղանից գծած, որ արդեն մատանին տալիս է, եկավ խնգարը, դրանից հետո ես ամուսնացել եմ ասեք բանի, իմ կյանքնա դժբախտել է նույն էլ շավորտի, որ էդ աղջիկը նշանը երտալ տուց, էդ աղջիկը դժբախտ պայմաններով ապրեց։ Թերթի խմբագրությունում է աշխատել պապը ձեռքի հետ էլ քաղաքում հարսնացու փնտրել, բայց ավանդապաշտ ծնողները դեմ էին քաղաքից աղջիկ բերելուն, ասում էին այդ քաղաքի նուր մաշկ ունեցողները մեր գյուղում չեն դիմանա թոքախտ կընկնեն, բայց գյուղի աղջիկներից էլ քչերին էին հավանում։ Հերս ներում կենեն ժամանակ ասում են քաղաքին է եսի միշտի դարրել, բալա խեկը կոպիտար ասում են բազարի շարիկը ոչկար չպահիլ, էդով էլ էդ ձև էր։ Գյուղը այդ ժամանակ աղջիկ կա, որ ամուսնացել են տանիք են կազմել, ասում են համը աղջկան ուզի, համի դե շատ ուտողամն է, փծրիկա գնებ քթիցը, գամդեր սեղան են նստի, պողոսի աղջիկս է հենց, Ճիշտ է, պապն ինչպես ասում են, Արատուն էր լսողության պատճառով բանակից ազատվել էր, բայց փոխարենը խելացի կարդացած էր ինտելիգենտ փեսացու, որ քաղաքում է աշխատում։ Բայց ափսոս վերջը սկզբի նման լավ չեղավ, ամուսնությունից կլոր 30 տարի հետո Շահիր պապը բաժանվեց։ Դիլիջանում ստացած լեն ու բոլ տունը թողեց կնոջն ու երեխաներին, ինքը եկավ ծմակուտ։ Բաժանության պատճառների մասին պապը երկար խոսել չի սիրում։ Իրա խելոք չպահել դրա համար։ Հիմա էլ բաժանության պատճառները չեն փոխվել, ասում է Շահիր պապը, բայց դրա հետ մեկտեղ դժվարացել է լավ հարսնացու գտնելու գործը։ Առաջ էր, որ գյուղում թե քաղաքում աղջիկները, ինչպես պապն է ասում, թափած էին։ Հիմա փողոցում աղջիկ չես գտնի։ Էնպես որ ամուսնությունների պակասի մեղավորին պապը գտել է անտեր մնացած մեքենաներն են, որոնց ղեկին էս վերջերում ջահել աղջիկները նստել, իջնել էլ չեն ուզում։ Լրի մեքենա կա մեքենան ոտնան հերը կողքի կա բանը, որ տվյալ աղջկա հետ ուլակ ասեն սիլաշահ են, դուզգան, զբոսն են,
գնա սուրճ խմեն, դե բան չկա, որ քաղաքը գնում ես, մեքենայան լրիվ նստած, բարև տալն ես մոռացել, լրիվ մեքենա վժ գնում են գալի, բայց նա քայլող, բան շատ պատահական, սրճան ընտանիք, տենց էլի, տենց իր սերը բացատրի, որ ամուսնանը, իսկ հիմա լրիվ ավտո, թե տղա, թե աղջիկ, դրական բացական լիցքերը խարված գնում են գալի, տղաներ կան, որ բանակ չեն գնացել, ասա 25-30 տարեկան պայման չկա, որ ասեմ գեղը համարը աղջիկ չկա, որ ուզին հավատա, չեն տենեմ ավտոն նստում են գնում գալի, որ իսկ ժամանակ գնում էի գարրեն հրատացնում, ոչխարեն հրատացնում, կամ ընտելանամ, խոսեմ, քարկտի խաղանամ, խոսքերը տապանուկի խաղանամ, տես բաներով, իսկ հիմա տես բաներ չկա, ոչ մի։ Հիմա տապանուկի ու 7 քար խաղացող չկա, ոչխար արածացնող ջահել տղա աղջիկ եւս, բայց որտեղ հարսնացու ու փեսացու գտնեն։ Դրա համար էլ Ահնիձորում ամուսնություններ 1000-ից 1 են գրանցվում։ Տղաներն էլ լավ կյանքի ու սիրո հետևից քաղաք են գնում, այնտեղ էլ ծերանում, ասում է պապը։ Դեռ տղաները քաղաքը աշխատում են, կարելի ասել բտմախոզ նման գնում են ու տեղ գալի քաղաքը, աղջիկ չեն տենում, որ ուզեն, էլի։ Իրոք լրիվ պատասպարված է մեքենաների մեջ։ Ես Ալավերդի մի ամիս ավել մնացել եմ, հիմա Հաղպատե գյուղը մեր եմ մնացել, ես հիվանդ ժամանակ, էլի, Հաղպատ գյուղը մեր եմ մնացել, ուրեմն մի հատ ջահել, բան, ես այդ վայրերը մը չտեսա։ Ուր են, ուր։ Ծալից դուր չեն գալի, էլի, ուր։ Տաքսի են նստով գնում, բազարից առևտ ունանում, գնում են ապտեկից ինա դեղ առև տաքսի նստով գալի, այդ տղեն էլ որ դինելան, ժամանակ չիմ, օրինակ դեմեք հարգանքնի ենք ունացել, քիրու աղբեր, կամ օրինակ ասենք, որ օրինակ ասենք, հարևանս մյուսնա, դե ասած բանը ասմա ճիպոտը քու մեջ են կտրի, էլի ամուսնության համար, բայց հիմա չի փոխվի, չի։ Հիմիկվա փեսացուներն էլ պապի խելքը չեն տարել, պարափովում նստող են, աշխատել չեն սիրում, ասում է։ Մեկելներն էլ անգամ բարև բարլիսի շնորհք չունեն։ Կեսօրին հիմա զրույց մեկ գարտիասի բարելիս, երեք ունը տուն եմ գնում, այդ տվյալ տղեն գալիս է բարելիս, տղաջա լիսը պապի տատին վրա վեգա, էսա մթնելա, որ ասես բարի երեկո իչքի, տղաջա բարելիսը վաղնա, բարի օրը կեսօրնա, բարի երեկոն էլ որ մթնել է, ամենժան էլ բարելիս են ասում։ Մաթևոսյանական ծմակուտի ամենաքնարական մարդը Հովիվ Շահիրն արդեն ուղիղ 1 տարի է միայնակ է։ Երկրորդ կինը, որ անառողջ էր, մենակ թողեց պապին ու գնաց, բայց գովելի կին էր, ճիշտ է քաղաքից, բայց յուղ բանիր անել գիտեր, ասում է։ Բայց արի ու տես բուրդ մանելու, տեղաշոր կարելու հետ սեր չուներ։ Բուրդը տարա զիբիլի յաշիկը լցրե, մեշոկները լիկը, աղջիմի վերմակ կարել է, խատեր է, դրախ չկերացած ապահով էչի, ինչքան կահաց տարա, բանի, հմի վաճարում են, գավնան կարր են, գարը պահել տեմ չարվեն, բուրդը տանեմ աղպար կղգզեն, գարը ծախեն, որ վերմակ արնեն, քնեն, Վարդը պտի, որ ապրին, ապրուստի ունենան, բայց ինչ բրդի վերաբերմունքնա բան էդ, որ մեջկներ ու բրժամամա, բուրդ է դնեմ, քորք է դնեմ, այդ բուժիչ հատկություն, հմի չիմ էդ քիմիական, այդ Թուրքիայի հարամանդերն են բերեմ են, իմ աղջիկը մի վերմակ բերուց վրից գզեց, թուրքական աստղերերը վրին, դենանաց է բանով, ասի աղջիկ ջան, ես էլ դողալի վերմակը վրից ստար, Շնոքն էլի ունենաս հիմքից այն ժամանակ բոլորն էլ մի անդրո պապի ունեինք դուք իրատողունել եք նկահակել բան կթոլա մարդ է բանանասնապա հարենական պատված մի մասլակ է բաց է գուլբենի գործեր որ սիրուն գուլ ամեն օր կողերը բերեմ երստի ջուրն անեմ գուլբե ձերի տղամարդ է ինչ Հիմա Շահիր պապը միայնակ է, նոր սեր գտնելու սիրտ ու ցանկություն չունի։ Կնոջից հետո իր գերեզմանն է սարքել, ցանկապատը ներկել, մի խոսքով ասում է, ոտքս ճամփի է, նոր ամուսնություն չի լինի։ Ես տարիքին էլ 77 տարեկան թազա մեռել եմ բերել։ Ես որ թեկուզ կնիկ էլ ունացել եմ, մենք կնիկն էլ բան, ես
Kuba çolum yes izmaçaş ve perelayım hangorta valodi yete gnak açkere orkulatsela. Hartın bolorne ve patçaşı çayı noktama. Bolorne. Enkoya çeskanani ki ilatse ilat kanaze şaşılatte patras mesela gıdı bu hatsutek anasul handıtan ortanı goba tungna tungna. Şey yes la şartlarda lasmin Şahriye patçaşı. Şad Borakov. İle ameni çok yasa çaşere patrastım. Gidem makaronu ki bovilteyem. Tobada işte varil. Eşi bana. Çim şinoko. Bade vatalım miyu şeyle. Ya hiç uyumalı. Asad bana arasta kaçar ki hoçtar. Դիլիջանի տուն տեղը թողած պապն Ահնիձորին է կպել, բայց հող փորելու անասուն պահելու ուժ ու եռանդ էլ չունի, անող, օգնող եւս։ Մի քանիսի խնդրեցի, որ օգնեն, չօգնեցին։ Բայց ես բոլորին էլ օգնել եմ, բոլորին, ամեն գործին էլ օգնել եմ։ Անասունների վիրահատում, ամորձատում, ոտքի կոտրած, ամեն ինչ մարդկας նկատմամբ արել եմ։ Տեսել եմ ինձ խոտը մնամա գնացել եմ օգնել, թե ձերքով եմ հնձել, թե նենց, բայց հիմա մինը ասի չի, որ գնանք տնանք այդ մարդը վերրմա թե ապ։ Գիտես ինչ կա, հիմա բոլորնակ ասենք, բանը մարդկությունները չարացը կամիսը գրել են, որ ասենք, ով ագա մարդ, ով ակուժ մարդ, տոչնի գալիս զուգատիպը, մեկ էր խորթան ժամանակ չերթերը միշտ գրվում էր, որ Մասնավոր սեփականությունը մեր կոմունիստական բարոյական կոդեքսում նշված է մասնավոր սեփականությունը աշխատած մարդու բանանը իր նկատմամբ դարվածություն, իր նկատմամբ բան այդ փարությունը մյուսին մոռանալ տալի նախքին մեր այն հավասար արժեքները էլ գոյություն չունեն հիմա ամենը իրանց համար են իր տեխնիկան ամերիկը ստեղծել են մի երկու մարդի դրանեն կան տրանսպորտ կաց કે խորհրդային ժամանակ 4 գյուղով չկար ես մնում եմ ժողովրդի զարմացած վարա զոր էլի կիրովակա մարդը մահանմա հողարկաբորում են հոգի հացը բերեմ Դիլիջանի ռեստորանում տալի կիրովականից հարսանիքը բերեմ են Դիլիջանի ռեստորանները մերը դե շատ մի քանի ռեստորան կա պարզեցի վրա բանի это Севани Колба. Մի քանի հետ բանի ռեստորանում գնացել մահվան կապակցությամբ ու երկու անգամ էլ բանակի քեփի եմ գնացել ինձ վճարովի այդքան գումարը վճարում եմ սեղամատուցողը բայց գյուղը համեկե սրահ ունենք բայց մենք մեր յուրաքանչյուր տունը իր ուրախությունը իր վիշտը իրանց ձեռքով են անում ամեն ինչը իրանց ուժով են անում իսկ այդպես բանը վճարով է այդ ռեստորանները այդ տարբեր բաներ կա իսկ մեր ժամանակն էլ որ մարդուն հողարկավորում էին բան գերեզմանը հաց էին տանում հոգե հացիցը տալիս է սակավ ընտանիքներին օրինակ ասենք Հայկազ Ռուբեգը Պողոսը դժվար էին ապրել այդ հոգե հացը տալիս էին այդ աղքատ մարդկանց կամ անկողնային կա հիվանդա չի կարող վեկենալ բան առաջին հացը թե հոգե հացը թե ուրախության թե բանակի քեփի ու այդ հարսանիքների առաջի հացից վերցնում էին տալի մի երիտասարդի տանում էր հասցնեմ հիվանդին իսկ մի չէ հա շունը կապում է կատուն կապում է նորեն հաց տամ Շահիր պապը սակայն չի փոխվել, վերջին կտոր հացն էլ հյուրի հետ կիսելու պատրաստ է, բայց սիրտն է անարդար աշխարհում չի հիշողություններն անցյալում են կարոտները եւս։ Որ Թումանյանը գրել է անուշ պոեմը, որ Սարոյի խփում են այնտեղ Թումանյանն ասում է Սարերի սոր նանա էսա չգնարա Սարոյի ամեն օր կնստի տալը անցած օրերը միտը կբերի։ Հիմա ես այդ պայմանները եմ ապրել։ Որ ուժս պատելել եմ տարեք իմ հերս 92 տարեկան հասակը մահացել, բայց առողջ էր, փորը մեր, վարը մեր, ցանը մեր, այդ չէ իր 92 տարեկան, հետո որ հիվանդացավ ինքը մենք իրան օգնում էինք ակողնում,
բան ասեի վայ որ ցավից վայրանը մեզ մարդեն ասին 2 տարեկան մարդը քեզ ինչ էլ ասալ તો հիմար 2 տարեկանը մոր բերած չի այո 77 տարեկան է, բայց 1001 հիվանդություն ունի, դեռ Խրյուշչովի ժամանակներից լսողությունն է վատ, Նիկոլի ժամանակ էլ էս բոլոր ավիրացություններից ու զոհերից վշտացած 2 ինֆարկտ է տարել, եղած թոշակը բժշկի ու դեղի վրա էր ծախսում, ճարը կտրած անցավ բուսաբուժության, դրանով օրինակ վերջերս ձեռքն է բուժել։ Ձերս խփանվեց, փուշ լծվեց, անտանելիստի գյուղումը, հիվանդացա, Երևանից էլ մաշկային բժիշկ բերին հալավերդի բան, Կարացին ու առաջնալին։ Մեկ էլ ուզում են այս մատն է չղղատել, որ այդ փուշերը դուրս գա դեր հլա, նա փուշերի արմատն է, այս երրորդ ամիսին փթեցին որ այդ դեղերը բանալին։ Հետո միջև ստեմը կուրսկես բորբոքվեց, այս թեմը հիմա չի կարել, ոսկրից մեջ հրատավի։ Ինքնա բուժում եմ արել։ Ասեմ, ես ինքնա բուժում եմ արել։ Քարեր բաց է ցվակեցի այդ փուշը լծվեց, այս մինը ձեռոց է հակել, մեկը ձեռոցը չի հակել։ Փուշը անցա լծվեց, այդտեղ մեր բարեկամի գոմի առաջ։ Այդ ես էլ բաչարի այդ փուշը սա դեր փուշի սա տեղերը մաշուրա։ Անտանելի բուժվեցի, անտանելի։ Իմ ոտքը կոտրել է, այս մի լուլես, այստեղ բժշկի չեմ գնացել։ Ես ինքս կապել եմ իմ ոտը, ես սաղացրել, բժշկի չեմ գնացել։ Բորբոքմա դեղեր եմ սարքում, վիրուսային հիվանդությունների բանի հասարակ կաթ ու սապոնել եմ, իմ ձեռը եմել եմ էպետ, բոլորին էլ օգնում է, բոլորի թարախները ամեն ինչը, հին տատիկներից վերցրած, այդ ավանդույթներից էլի կա, օրինակ ասեք հիմա ամեն դեղը վաճառում են ապտեկում, իսկ այդ հին պապական դեղերը, որոնք արդյունք է տալիս, գիտեմ։ Հին բաղադրատոմսերով իրեն բուժած պապը շատ անգամ է սրան նրան խնդրել քաղաքից մի դեղ կամ մի հաց բերել։ Շատերին անփող ու անփարա օգնության հասած պապին, սակայն շատերն են մերժել, նեղացրել, բայց պապը լավ գիտի հին ասացվածքներն ու այդքան էլ չի նեղվում։ Հավը որ չաղանը քամակը փոքրանում էլի, այդ ձևով, այդ էլա, որ իրանց համար ապուրս բանտացում են մյուսին մոռանում են, այն փոքր են արդեն, կամ ռուսեր են Կռիլովը որ գրել է Սոլոնի մոսկա այդ առակը, կամ Ուսիլովը սեգդա բեսիլի վինավատ, ուժեղի որ դիշթույլ է նեղավոր։ Դա ճշտով եկած բան է, պատահական մարդ, որ ես մեր ստեղ եմ, որքունից տղեր ամեն, մեզ մի տունն ենք, իրաց հետ ես շփում ունեն, մեկը բոլորի համար արելու վազել եմ, անասունի ոտել եմ կապել, կարելի ասել գեմարոյի դեղել եմ սարքել, ինչ ասել օգնել եմ բոլորին, մին նեկա չի որ դուրը բացել ատելը, կամ կրոցը ստալին էր, այս բան ամսմը, ես բոլորի դժբախտների մասնակցել եմ իմ հնարավորության սահմաններով, չէ, չկա, Համոսայանը որ գրել է, ես եմ գիշերներ ծովներ, 4 հոգով ենք ոչ ոք չկար, հիմա ես այդ ապրումների մեջ եմ, էլի, ես եմ պատրա շունը 4 հոգով եմ ոչ ոք չկա, այդ գրականության հուշերը հոգուս վրա ազդում ասում, տես բանաստեղծը մարդու ապրումները ոնց է նշել մի քանի նախադասությունով։ Բանաստեղծական տողերն են հիմա խաղաղեցնում Շահիր պապի խռոված հոգին, դե մեկ էլ ծմակուտը, որ անփոխարինելի է պապի համար, որի ամեն մի թուփ, ամեն մի ծաղիկ գիտի պապն ու երազում է մի օր էլի հանդ ու չոլ գնալու այդ ճամփին պախրա ու արջ հանդիպելու մասին։ Բայց առայժմ իր կարոտած անտառների մասին միայն հիշողություններով է ապրում Շահիր պապն ու իր կիսաքանդ տան մեջ երեկոյան կրակի կողքին նստած միտք է անում, միտք, թե ինչպես հարևանը հարևանի ապրելը չի ուզում, թե ինչպես է արյունը ջուր դարձել, ընկերն ընկերոջը դուշման, դառն ու փոխված են ժամանակներ ու ոչ մի կերպ աչքերին քուն չեկող գիշերներում պապը երազում է իր երիտասարդ ժամանակների գյուղի մասին, մանկության գյուղի, մեծերի պատմած պատմությունների ու անհոգ կյանքի մասին։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ահնիձորից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։